Եվս մեկ անգամ մեր հարգելի պատգամավորներին առաջարկում եմ վերադառնալ դահլիճ քվեարկությանը մասնակցելու համար այս հարցի ավարտից անմիջապես հետո։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այս 7 տարիների ընթացքում ժողովուրդը տեսել է, որ իշխող մեծամասնությունը, կառավարող մեծամասնությունը մի քանի անգամ մի ամբողջ փաթեթով ընտրական օրենսգիր կուսակցությունների մասին օրենք փոփոխելով պաշտպանել է իրենց ընտրելու իրավունքը։ Եվ այս նախաձեռնությունն էլ դրանցից մեկն է, որովհետև մենք այս տարիների ընթացքում մի տեսակ հակասության մեջ ենք, իշխանությունն է պաշտպանում, որ ազատ արդար ընտրություններ տեղի ունենան, իսկ որոշ հակաժողովրդական տարրեր հիմնականում փորձում են այդ ազատ արդար ընտրությունների վրա ստվեր նետեն։ Այս տարիների ընթացքում մեր փորձառությունը համայնքային ընտրությունների ժամանակ եւ ոչ միայն համայնքային, նաեւ միջազգային փորձ ուսումնասիրելով, հետսովետական երկրներում ընտրական փորձ ուսումնասիրելով, հասկացել ենք, որ հիբրիդային սպառնալիքի նաեւ մի տեսակ կա ընտրություններից հետո դելեգիտիմացնել ընտրությունները, ցույց տալ, որ ընտրական process-ը անցել է ոչ իրավաչափ, անիմաստ աղմուկի միջոցով։ Ապացույցներից մեկը օրինակ այն է, որ դիտորդական առաքելություններից մեկը պարբերաբար այցելում էր ընտրական տեղամասեր եւ այն ցուցակները, որոնք որ հրապարակային են եւ հրապարակված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, հրապարակում էին թե իբր նրանք հայտնաբերել են ցուցակներ, հիշելով հին ժամանակների ցուցակների խնդիրը հասարակության մոտ տպավորված լինելու առիթը կամ ինչ որ բաներ, որոնք ընտրական խախտումներ չեն, վստահված անձի միջոցով կամ հանձնաժողովի նախագահի միջոցով եւ նրանք փորձում էին այդ ամբողջ ընթացքը ցույց տալ, որ տեսեք ինչքան հակաժողովրդական ընտրություններ են տեղի ունենում, այն դեպքում, երբ օրինակ Գյումրիի ընտրություններում նրանց սիրելի եւ պաշտելի տեխնացուն վերջում պարզ դարձավ, որ հաղթեց, մի տեսակ այդ բոլոր ընտրախախտումների մասին տեղեկությունները դադարեցին։ Մի վերջին նախադասություն պարոն Մինասյանի հակաժողովրդական եւ հակաօրինական եւ հակաիրավական նախագիծը սրա մասին է, որ դիտորդական առաքելությունը չի կարող պաշտպանել որևէ տեխնացուի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի եւ պետք է ֆինանսական հաշվետվություն ցույց տա, թափանցիկություն ցույց տա, այլ սա է հակաժողովրդական նախագիծը։ Շնորհակալություն։